այս տարի իրականացվելու է օգոստոսի 1-ին Ստեփանավան քաղաքում Ալեա թաղամասում, այդ փողոցը Ալեա է կոչվում եւ սկիզբը ժամը 12-ին, այնպես որ բոլորիդ հրավիրում եմ, վերականգնվել է արդեն փառատոնը, ինչու եմ ասում վերականգնել, որովհետեւ 4 տարի չէր իրականացվել եւ արդեն մենք սկսել ենք գործընկերների հետ միասին, պարոն Գևորգյանի կազմակերպության հետ միասին, իմ կարծիքով այն նպատակը, որ մենք դեռ Ախտալայի հետ կապված դրել էինք, այսինքն տարածաշրջանի հանրահռչակման, տարածաշրջանների համաչափ զարգացման, զբոսաշրջության խթանման եւ ինչու ոչ նաեւ ազգային խոհանոցի տարածման եւ հանրահռչակման խնդիրը իրականացվել է։ Մենք դիտարկում ենք հիմա նույնը իրականացնել Ստեփանավանում, ինչ պատճառներով Ստեփանավանի ամբողջ պոտենցիալը զբոսաշրջային այնքան էլ լավ չի իրացվում մեր կարծիքով եւ կարծես թե Ստեփանավանը մի քիչ զբոսաշրջային ուղուց մի քիչ թեք էր մնացել, վստահ եմ, որ այդ մեր գողտրիկ այդ անկյունը նույնպես կզարգանա եւ էլի առիթ կունենանք շատ հանդիպելու, առիթ կունենանք գաստրոտուրիզմի միջոցով ոչ միայն հանրահռչակել, այլ նաեւ ապահովել տեղի բնակչության որոշակի սոցիալական, որոշակի տնտեսական սպասելիքներ։ Արդեն պարոն Մամուլյանը նշեց, այո, որոշել ենք 5 տարի միջումից հետո խորովածի փառատոնը կազմակերպել Ստեփանավանում եւ նոր շունչ տալ փառատոնին, պահպանելով փառատոնի ավանդույթները, փառատոնի անցած ուղին եւ այն մեծ ավանդը, որը փառատոնը ունեցել է ընդհանրապես գաստրոտուրիզմի զարգացման, կայացման եւ նաեւ Ախտալայի հանրահռչակման գործում, այժմ փորձում ենք այս ամենը կազմակերպել Ստեփանավանում եւ տեղացի բնակիչներին, համայնքին եւ ընդհանրապես զբոսաշրջիկներին հնարավորություն տանք նախ համտեսել մեր բազմազան ուտեստները, որոնց պատրաստման եղանակը խորովելն է եւ ամենաիդեալական սահմանումը պարոն Մամուլյանն է տվել, խորովածը դա ոչ միայն ուտեստ է, այլ նաեւ պատրաստման եղանակ եւ ավանդապես շատ ուտեստներ կան, որոնք երբեմն նույնիսկ չենք մտածել, որ կարելի է խորովելու միջոցով պատրաստել եւ հուսով եմ այս տարի մենք կունենանք հետաքրքիր ուտեստներ, քանզի մենք ունենք նաեւ մրցանակաբաշխություն, ունենք մրցույթ սերտիֆիկատված ժյուրիի կողմից նրանք են գնահատելու, մենք ունենք 3 անվանակարգ, լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահղացում, ինչպես նաեւ 2 գավաթ բացարձակ հաղթող եւ համայնքի ղեկավարի հատուկ մրցանակ եւ ցանկանում ենք այս տարի եւ ինչպես արդեն եղել է, բայց այս տարի առավել եւս մրցույթը այնքան արժևորենք, որ մեր ռեստորանների համար յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցել լինի պատվաբեր եւ մրցույթին մասնակցել լինի սպասելի եւ ցանկալի։ Ու մեզ մոտ այս տարի մի նորամուծություն կա, մենք փորձելու ենք մեր մրցանակակիրներին եւ հաղթողներին տրամադրել որոշակի առումով որակի նշան, որոնք կարող են փակցնել իրենց մուտքի եւ դրանով փաստել, որ իրենք մասնակցել են 26 թվականի խորովածի փառատոնին եւ խորովածի փառատոնի մրցանակակիրն են կամ հաղթողը, որը եւս մեկ նոր այսպես ասած նշաձող կլինի մյուս նաեւ ռեստորանների համար, որ նրանք էլ ցանկանան մյուս տարի գալ եւ մրցել։ Ունենալու ենք նաեւ փառատոնի ընթացքում համերգային մաս, մեկնարկը, ինչպես արդեն նշեց պարոն Մամուլյանը, սկսում է ժամը 12:00-ին, 12:00-ից սկսած մինչև 22:00 ունենալու ենք մշակութային հատված մարզի, համայնքի, անհատ կատարողների խմբերի, համույթների կողմից, ինչպես նաև ունենալու ենք Երևանից հրավիրված Ethnocolors բենդը, ինչպես նաև Գորսուջյանը, միջոցառումը վարելու է հայտնի ստենդափեր Աղասը Մանուկյան Լորեցի, այնպես որ մեր հյուրերին սպասվում է բազմաբովանդակ միջոցառում համեմված խորովածի բույրով։
Եթե չեմ սխալվում, նաև տեղափոխություն եք ապահովելու, կխնդրեմ այդ մասին իրազեկեք։ Այո, իհարկե, մենք ունենալու ենք Հանրապետության հրապարակից, Երևանի Հանրապետության հրապարակից շարժվող ավտոբուսներ, որոնք ժամը 10:00-ին շարժվելու են Հանրապետության հրապարակից դեպի Ստեփանավան, Ալեա զբոսայգու հատված եւ երեկոյան ժամը 20:00-ին ետ վերադարձ, ուղղակի խնդրելու ենք մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք անցնեն մեր Instagram-յան եւ Facebook-յան պաշտոնական էջեր, Խորոված Fest, Խորովածի փառատոն, որտեղ դրված է հղումը, ուղղակի պետք է գրանցվեն, որպեսզի մենք կարողանանք հավաքագրել տվյալները եւ նրանց հնարավորություն ընձեռենք տեղափոխել դեպի Ստեփանավան։ Նաեւ պետք է նշեմ, որ փառատոնը կայանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև Ստեփանավան համայնքի աջակցությամբ եւ մարզպետարանի օգնությամբ։ Այնպես որ սա եւս մեկ հնարավորություն է շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար, որովհետեւ նաեւ նրանց աջակցության շնորհիվ որ միջոցառումը կայանում է։ Մենք համագործակցում ենք ներքին զբոսաշրջությամբ զբաղվող մեր գործընկերների հետ, ովքեր ունեն արդեն բավականին մեծ քանակությամբ վաճառած տոմսեր դեպի Խորովածի փառատոն։ Նախ Խորովածի փառատոնի մուտքը ամբողջապես լինելու է անվճար, բայց այն մեր հայրենակիցներ, ովքեր ցանկանում են զբոսաշրջային ընկերությունների միջոցով ժամանել Խորովածի փառատոն, մասնակցել Խորովածի փառատոն, ինչպես նաև ունենալ որոշակի տուր Լորվա մարզում, այո, մենք Ստեփանավանում ունենք Լորվա բերդը, որը միջնադարյան մեր բերդաշինության մեջ ամենահաստ պատով բերդն է եւ պետք է նշեմ, որ բերդի տարածքը ամբողջությամբ վերանորոգվում է, մոտավորապես 500 միլիոն դրամից ավել ներդրում է կատարվել բերդի տարածքում եւ դա մեծ հնարավորություն է ընձեռում մեր զբոսաշրջիկներին այցելել բերդ եւ այնտեղ որոշակի առումով կազմակերպել իրենց տուրերը։ Ունենք բնականաբար դենդրոպարկը, որը 31 թվականին հիմնադրված առաջին արհեստական բուսաբանական այգին է, 35 հեկտարից 17 հեկտարը տնկովի այգի է, բիոլոգ Լեոնովիչի կողմից է ստեղծվել, նաև Ստեփանավանի տարածքում ունենք բնականաբար ջրաշրջանների լճակը, ունենք Սուրբ Նշան մատուռը 18-րդ դարի եւ իհարկե ունենք նաև Ձորագետը, որը հնարավորություն է տալիս մեծ զբոսաշրջիկներին իրենց հանգիստը կազմակերպել Ստեփանավանի տարածքում եւ ամենակարևորը մաքուր օդը գեր դոզավորված թթվասնով, որը երբեմն մեծ զբոսաշրջիկներին ուղղակի լավ իմաստով թմրեցնում է։